Իշխանությունը մարդկանց թոշակները այս տարի զորով հասցրեց մինչև 46,000 դրամ, հիշենք այդ թիվը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջարկում է թոշակները սարքել 100,000 դրամ։ Եվ մենք հիմա կասեմ, թե մենք ոնց ենք այդ խնդիրը լուծելու։ Իշխանության 7 տարվա ընթացքում մինիմալ աշխատավարձը մնացել է 75,000 դրամ։ Բարգավաճ Հայաստանը խոստանում է մարդկանց այս ժամանակահատվածում մինիմալ աշխատավարձը բարձրացնել 150,000 դրամ։ Իշխանությունը այս տարվանից նոր մտցրեց առողջապահական բարեփոխման համակարգը 18+ մինչև 65+-ի հետ մեր ծրագրում այդ ամբողջ ժողովրդի համար առաջարկված պարզապես մի տարբերությամբ, եթե 18+-ն ու 65-ը դրիվ ձրի պետք է բուժվեն, ապա 18 տարեկանից մինչև 65 տարեկանը 30%-ը պետք է մուծեն, այն մնացած 70%-ը պետք է փակի պետության կողմից ձևավորված այդ հիմնադրամները առողջապահության աջակցության։